Գամարջոբա Թբիլիսի։ Հավանաբար վրացական Խաչապուրու փշուրները բերանից քամուն տալով է օրը սկսել Փաշինյանը Թբիլիսիում։ Գնացել է Մետաքսի ճանապարհ համաժողովին։ Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեի, Ադրբեջանի վարչապետ Ալի Ասադովի հետ պանելային քննարկմանը ուրախությամբ բացականչություններ են լսվել նրա շուրթերից։ Տեղի է ունենում ամիսներ առաջ անհավանական թվացող մի բան։ Անհավանական, աննախադեպ, գրեթե դարակազմիկ ձեռքբերում է Փաշինյանը ներկայացրել Ալիևի մեծահոգությունը։ Ադրբեջանի նախագահը թույլատրել է, որ ղազախական ցորենը Ադրբեջանի տարածքով մտնի Վրաստան, այնտեղից Հայաստան։ Սա չափազանց կարևոր հայտարարություն է։ Նստած տեղում փքվում է Ասադովը։ Հայաստանի վարչապետը շնորհակալություն է հայտնում իր երկրի նախագահին։ Ուզում եմ իմ գնահատակն արտահայտել Ադրբեջանի նախագահի այս քայլի առիթով եւ ողջունել այդ հայտարարությունը։ Գնահատանքը բառերով արտահայտելուց հետո Փաշինյանը անցնում է ընծաներին։ Մենք ոչ միայն քաղաքական, այլև տեխնիկական առումով պատրաստ ենք հենց այսօրվանից, առանց չափազանցության հենց այսօրվանից, Հայաստանի Հանրապետության տարածքով ապահովել բեռնատար ավտոմեքենաների տարանցումը Թուրքիայից դեպի Ադրբեջան եւ Ադրբեջանից դեպի Թուրքիա։ Մարգարա, Եղեգնաձոր, Սիսիան, Գորիս, Անխափան երթուղին է առաջարկում Փաշինյանը Անկարային ու Բաքվին բեռների տեղափոխման համար։ Ճանապարհները կան, պատրաստ են նաև սահմանային ենթակառուցվածքները։ Քաղաքական առումով մենք պատրաստ ենք նույն կերպ ապահովել Նախճեվանի ինքնավար հանրապետությունից դեպի Ադրբեջանի հիմնական մաս եւ հակառակ ուղղությամբ տարանցումը Հայաստանի տարածքով, բայց տեխնիկապես դեռևս պատրաստ չենք ենթակառուցվածքների բացակայության պատճառով։ Քաղաքական առումով պատրաստ է Փաշինյանը անխափան կապ ապահովել նաև Թուրքիայի եւ Նախիջևանի Հանրապետության, Թուրքիայի եւ Ադրբեջանի հիմնական մասի միջև երկաթուղով։ Բեռների տարանցման Ափսոս այդ հատվածում երկաթուղին նորոգման կարիք ունի։ Համոզված եմ եւ վստահ եղեք, այս տեխնիկական հարցերը նույնպես 2-3 տարվա ընթացքում կլուծվեն։ Նիկոլ Փաշինյանը ուզում է տպավորություն ստեղծվի, թե իբր ճանապարհների ապաշրջափակում է տեղի ունենում, ժողովուրդ ջան, տեսեք, էս ինչ լավ է, խաղաղության դարաշրջան է եկել եւ այլն մեկ մյուս, բայց այդ ամեն ինչը միֆ է։ Փաշինյանին դիմախոսները հստակ տեսնում են Ադրբեջանի ու Թուրքիայի օգուտները առաջարկված նոր Մարգարա, Եղեգնաձոր, Սիսիան, Գորիս երթուղուց։ Իսկ որ մուտսարում, որ անտառում, որ թփի տակ փնտրել Հայաստանի շահը։ Մեզ անխոչնդոտ ճանապարհ տալու ճակատագիրը ինչ եղավ, Ադրբեջանը մեզ անխոչնդոտ ճանապարհ տալիս է։ Գառնիկ Դանիելյանի համոզմամբ Ալիևն էլ, Փաշինյանն էլ իբրև մեծ ձեռքբերում են ներկայացնում Ադրբեջանի տարածքով ցորենի տարանցման թույլտվությունը, մինչդեռ իրական ապաշրջափակման դեպքում այդ ցորենը առանց Վրաստան մտնելու կարող էր Հայաստան հասնել։ Եթե խոսում են բարի կամքի դրսևորման մասին, առաջինը դա պետք է տեղի ունենա։ Կարճ ժամանակամ հատվածում կարելի է Ղազախ, Իջևան այդ երկաթգիծը, այն պակասող, չգիտեմ, լարերը, որ կան եւ այլը շատ արագ կարելի է կարգի բերել եւ չհագործել, բայց Ադրբեջանը պատրաստ չի ապաշրջափակման։ Հայաստան խմբակցության ներկայացուցչի կարծիքով Ալիևը այս կշիռ չունեցող զուտ քարոզչական փուչիկը փչել է Փաշինյանի գահավիժած վարկանիշը 2026-ի ընտրություններից առաջ փրկելու համար։ Նիկոլ Փաշինյանին ուղղված ռևերանսները նաև Ալիևը տեսնում է, որ Նիկոլ Փաշինյանի վարկանիշը ծայրահեղ իջած է Հայաստանի Հանրապետությունում եւ փորձում են տպավորություն ստեղծել, որ տեսեք մենք արդեն գնում ենք խաղաղության եւ տեսեք մենք ինչ լավ ենք աշխատում, որ հիմա խնդիրները կարգավորվում են Ադրբեջանի հետ։ Բոլոր հաղորդուղիները հերթով կբացվեն։ Փաշինյանը Վրաստանում տարածաշրջանի խաղաղ ու բարեկեցիկ կյանքի պատմական շանս է անվանել հայ-ադրբեջանական վերջին պայմանավորվածությունները։ Մի տարի առաջ չենք տեսնի, որ Հայաստանի վարչապետը շնորհակալություն հայտներ Ադրբեջանի վարչապետին կամ նախագահին, Ադրբեջանի վարչապետը շնորհակալություն հայտներ Հայաստանի վարչապետին։ Եվ այստեղ ամեն ինչ հրաշալի կլիներ, եթե Ադրբեջանի վարչապետը իսկապես շնորհակալություն հայտնած լիներ Հայաստանի վարչապետին, բայց արի ու տես, որ Ասադովը իր ելույթում միայն բարևելիս է հիշատակել Նիկոլ Փաշինյանի անունը։ Բաշնազերի Նիկոլ Փաշինյան
Իսկ Հայաստանին ոչ միայն շնորհակալություն չի հայտնել, այլև ըստ էության պահանջել է երախտագիտությամբ ընդունել Ալիևի ցորնագույն բարությունը։ Ադրբեջանը ցույց տվեց վստահության մթնոլորտը վերականգնելու իր հանձնառությունը, վերացնելով օկուպացիայի ընթացքում Հայաստան բեռների տարանցման վրա դրված բոլոր սահմանափակումները։ Ոգևորվել եւ ասել գիտեք ինչ կա, այսինչ մենք դարակազմիկ ձեռքբերում ենք ունեցել եւ դա վաճառել մեր հասարակությանը, հանրությանը, դա առնվազը տգիտություն է, եթե չասեմ, որ սա նաեւ անարգանք է մեր ժողովրդին, մեր հասարակությանը։ Ձրիցորենը միայն թակարդում է։ Փաշինյանին դիմախոսները շարունակում են անհեթեթ անվանել խաղաղության նրա սխեման։ Տարածաշրջանում խաղաղության փոխարեն հաստատված է ժամանակավոր զինադադար կախված Ալիևի բարի կամքից, իսկ ապաշրջափակման փոխարեն Հարավային Կովկասի քաղաքական քարտեզին գծված է երթուղային միջանց, որով կդրատվում է Հայաստանը, ոչ թե մեկ, այլ մի քանի միջանցք է տրվում թուրք-ադրբեջանական տանդեմին։ Լարա Արաքելյան, Կարինե Մանգասարյան, Միլենա Պողոսյան, Արմեն Ապրեսյան, Հայլուշ։ Հայաստանում ու աշխարհում տեղի ունեցող իրադարձությունների մասին առաջինն իմանալու համար բաժանորդագրվեք մեր ալիքին, սեղմեք զանգակը, որ բաց չթողնեք ամենահրատապը, կարևորն ու հետաքրքիրը։